Այսօր կխոսենք գեյմլինգի մասին կամ այլ կերպ ասած լուդոմանիա։ Խոսքը ազարտային խաղերից կախվածության մասին է։ Ազարտային խաղեր խաղալու ընթացքում ձեռքազատվում է մեծ քանակությամբ դոֆամին եւ սերոտոնին։ Դոֆամինը, հաճույքի հորմոն ասվածը, նպաստում է կախվածության առաջացմանը համանման թմրանյութերից, ալկոհոլից առաջացած կախվածությանը։ Օրգանիզմը ուղեղը ժամանակի ընթացքում սովորում է բարձր քանակությամբ դոֆամինին եւ կյանքում կարևոր իրադարձությունները սկսում են այլևս հաճույք չպատճառել մարդուն։ Սերոտոնինային համակարգի խաթարման դեպքում դիտվում է իմպուլսիվության բարձրացում, խաղերին հասանելիություն չունենալու դեպքում նկատվում է տրամադրության իջեցում, վարքագծի փոփոխություն, դառնում են ավելի ագրեսիվ եւ խորացված դեպքերում կարող է դրսևորվել դեպրեսիայի ձևավորմամբ։ Պետք չէ խաղերի միջոցով փորձել գումար վաստակել, քանի որ գերակշռող դեպքերում դրանք բերում են պարտքերի առաջացման եւ վարկերի կուտակման։ Անգամ մեկանգամյա փորձը կարող է նպաստել հետագայում կախվածության ձևավորմանը։ Խնդրի առկայության դեպքում ընդունեք, որ ունեք կախվածություն, դիմեք մասնագետի։ Մի ենթարկեք ձեզ փորձության, եղեք իրազեկված եւ առողջ։